Երկերքի մասամբ խոսեցիք ներկայիս իրավիճակի մասին, ձեր ելույթում սակայն մեկ հարց։ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը եկեղեցուն եւ հոգեվորական մեղադրեց աղաղությանը դեմ լինելու մեջ եւ ոչ միայն այլ նաեւ ոթերկրածության ներքո գտնվելու մեջ։ Ինչպես եք վերաբերվում այդ մեղադրանքներին։ Շնորհակալություն։ Նախ բարձրաբանել, որ մենք այստեղ ենք ոչ թե որպեսզի այս ընտրություններում մեկին կողմ կամ դեմ հանդես գանք, մենք որևէ տեխնացուի կողմ կամ դեմ չենք, մենք նաև որևէ դիրքորոշում չունենք այս երկրի առջև ծառացած քաղաքական հարցերում։ Մենք շատ քաջ գիտենք, որ հարցեր են բարձրացվում այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Արևմուտքի հետ։ Մենք իրականում այդ հարցերում դիրքորոշում չենք ցուցաբերում եւ մենք չենք գնահատի այս հարցում եկեղեցու մեկնաբանություններ, որովհետեւ եկեղեցին ամեն իրավունք ունի հանդես գալու որոշակի դիրքորոշման կողմ կամ դեմ լինելու կառավարության գործողություններին։ Դա իր իրավունքն է, դրա մասին է ժողովրդավարությունը։ Մենք զուտ այստեղ ենք, որ ասենք, որ հիմա եկեղեցու վարչապետի տարբերվող դիրքորոշում ունենալու հանգամանքը վարչապետին իրավունք չի տալիս սկսելու վրեժխնդիր լինել, իրավունք չի տալիս սկսելու միջամտել այս կարևոր կառույցի եւ հոգեվարականության անկախությանը եւ մենք դա ենք տեսնում։ Մենք չենք գնահատելու եկեղեցու դիրքորոշումը, բայց մենք գնահատելու ենք այն ջանքերը, որոնք գործադրվում են եկեղեցու դեմ վրեժխնդիր լինելու համար, կոնկրետ վերջինիս որտեղից որոշակի դիրքորոշումների համար։ Ես հակամ ավելացնել, որ մենք որևէ ապացույցներ չենք տեսել օտարերկրյա քաղաքական վերահսկողության եկեղեցու նկատմամբ, քաղաքական կուսակցությունների նկատմամբ եւ այլն։ Եվ այդպես շարունակ մենք գիտենք կառավարության մեղադրանքների մասին, որոնք ներկայացվել են քննչական կոմիտեին այն առայն, որ կանարտակին ուժեր որոնք ճնշում են գործադրում Սփյուռքի հայերի նկատմամբ, որ նրանք ընդհանրապես կան Հայաստան եւ կվերարկեն, նույնիսկ եթե այդպես լիներ, դա արտադրիչ չէ, որ հանցագործություն լինի, հայերը իրավունք ունեն գալ Հայաստան եւ կվերարկության մասնակցել։ Ես կարծում եմ, որ ցավալի է եւ միայն Հայաստանի բարակայում չէ, որ այդպես է, երբ պետական իշխանությունը, կառավարական իշխանությունը կամ քաղաքական կարծիք ունեցող որևէ մեկը մեղադրում է իրենց հետ չհամաձայնվող անձանց օտար պետության կամ ճշտամու գործակալ լինելու մեջ։ Մենք դա տեսնում ենք ԱՄՆ-ում, եթե քննադատում ես Իրանում պատերազմը, քեզ կմեղադրեն Իրանամետ լինելու մեջ։ Դա բազմապես հիմարություն է։ Իսկ ընտրությունների համատեքստում, սպասվող ընտրությունների համատեքստում իրական պատասխանատու է կառավարության կողմից հնչեցնել մեղադրանքներ, որոնց համար վերջինս առերևույթ որևէ ապացույց չունի։